Երկրի վրա քայլող քաջառյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Անպայման բանակ գնալու եմ ու լավ եմ ծառայելու, ասել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Բերակչյանը։ Տիգրան Էդուարդի Բերակչյան ծնվել է 1997 թվականի մարտի 22-ին Երևանում։ Արմատներով ջավախքից էր, Ախրքալակի Լոմատուրցախ գյուղից։ Եղել է աշխույժ, ժիր, մի փոքր էլ չարաճճի երեխա։ Հաճախել է Երևանի թիվ 161 մանկապարտեզը։ Խոսել սկսել է 1 տարեկան 3 ամսականից և խոսել է շատ պարզ ու վարժ, ոչ մի բառ չի ասել մանկական թոթովանքով։ 2 տարեկան է եղել, երբ մանկապարտեզ է գնացել։ Առաջին օրը խմբասենյակում երեխաներին ասել է. «Գնամ 2 հատ մարոժնի առնեմ, գամ»։ Բակից դուրս է եկել, մի պապիկի է հանդիպել և նրան խնդրել, որ ճանապարհ անցկացնի, ապա խանութի մոտ հասել։ Չի հասցրել ներս մտնել, երբ այդ միջոցին դաստիարակը նկատել է նրա բացակայությունը և հետևից անմիջապես դուրս գալով ու նկատելով փոքրիկին վազել, հասել է նրան ու հետ բերել մանկապարտեզ։ Զսպված թախիծով պատմում է մեր հերոսի հերոսածին մայրը՝ տիկին Եվգինեն։ Անմահ հերոս Բագրատ Ալեքսանյանի ընտանիքն ու մենք նույն թաղամասում ենք ապրում։ Տիգրանս ու Բագրատը մի խմբում էին, ապա մի դպրոցում էին սովորում։ Հերոսի մայրը հանկարծ հուշերով է տարվում։ Ես մանկապարտեզում էի աշխատում, Բագրատը փոքր էր, առաջին օրը, որ բերել էին, արտասանում էր գնդիկ բոքունիկը։ Բոլոր երեխաներն ինչ ուշադրությամբ էին լսում։ 2004 թվականին Տիգրանը գնացել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը։ Այն 2 հերթափոխով էր, նա ձանձրանում էր դրանից։ Երբ 5-րդ դասարան էր, մինչև օրվա կեսը սպասում էր, թե երբ պիտի գա ժամը 13:00, որ գնա դպրոց։ Այդ պատճառով ծնողները նրան տեղափոխեցին Կոստան Զարյանի անվան թիվ 117 դպրոց, որից հետո ցանկություն է հայտնել սովորել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Մի տարի սովորելուց հետո ուզեցել է տեղափոխվել ավագ դպրոց, քանզի քոլեջը վճարովի է եղել, իսկ նա գիտակցաբար չի ցանկացել ծնողներին ճնշել այդ հարցով։ Տեղափոխվել է Հայկ Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոց և սովորել պատմական հոսքում։ Մեծ սեր է տածել համակարգիչների հանդեպ, ամբողջ օրը պատրաստ է եղել անցկացնել համակարգչային տեխնիկա ուսումնասիրելով։ Նախասիրությունները բազմազան են եղել, սակայն որոշել է ծառայությունից հետո ուսումը շարունակել ինֆորմատիկայի գծով։ 11 և 12-րդ դասարաններում ծնողներին խնդրել ու համոզել է, որ թույլ տան աշխատի, և աշխատել է։ Կրկին հերոսածին մայրն է հիշում։ Հիշում եմ այն երանելի օրը, երբ իր աշխատավարձով ժամացույց ու դրամապանակ էր գնել։ Ապա եղբայրը, Նարեկն է, մեծ ցավով, բայց փոքր ժպիտ բերանի մի անկյունում հիշում. «Միշտ միասին էինք, գնում էինք ֆուտբոլ խաղալու»։ Իսկ հայրը նրան որպես հերոս դաստիարակած Էդուարդ Բերակչյանը մի յուրահատուկ ընդգծումով ասում. «Շատ հումորով էր, երբեք դժվարություններից չի բողոքել։ Անգամ եթե որևէ ասելիք ուներ, հումորի ձևով էր ասում, ով կհասկանար, կհասկանար, ով էլ չէ, ինքն այլևս չէր բացատրում»։ Խոր ցավով, արցունքոտ հայացքով, բայց հայացքի մեջ աննշմար ժպիտ, հերոսածին մայրը՝ տիկին Եվգինեն, կրկին ասում է. Տիգրանս ապրեց կարճ և իր էությամբ ու նվիրվածությամբ մեծ ցավ թողեց ընկերների, հարազատների, մեծերի ու իրանից շատ փոքրերի սրտում, լռեց, սրբեց արցունքոտ աչքերը և խամրած ժպիտով շարունակեց. «Էնքան հպարտ էր, էնքան լավ էր զգում իրեն, երբեք չէր բողոքում, ասում էի՝ ինչ ուղարկեմ բալես, ասում էր միայն Շուշա կոնֆետ։ Երբ դեռ համակարգիչ չուներ, շոկոլադի տուփից նոթբուք էր պատրաստել, ստեղներով, էկրանով, մկնիկով։ Չարաճճի էր, բայց խելացի։ Ուներ գիտելիքներ, ռուսերեն փայլուն գիտեր, բայց երբեք ցույց չէր տալիս, համեստ էր։ Սիրում էր բազմաժանր ֆիլմեր դիտել։ Մի անգամ Գիքորը ֆիլմն էին ցուցադրում, կանչեցի, որ նայի։ Եկավ, բայց այն պահից, երբ բազած Արտեմը խփեց քաղցած Գիքորին, նա չկարողացավ նայել, դուրս եկավ տնից, ազդվեց ու ֆիլմն այլևս չնայեց։ Շատ խղճով էր։ Տիգրանը բանակ զորակոչվել է 2015 թվականի հունիսի 10-ին։ Իսկ մինչ զորակոչվել է 17 տարեկան էր, երբ ասել է. «Ինչու եմ անիմաստ դպրոց գնում, ձեր համաձայնությունը տվեք, շուտ գնամ ծառայելու»։ 18-ամյակի տորթն էլ իր ցանկությամբ ՀՀ դրոշի գույներով էր պատվիրել, վրան էլ զինվորական գլխարկ։
Նրա երազանքն էր զինվոր դառնալ և ծառայել հենց Արցախում, իսկ ծառայության ընթացքում որոշել էր զինվորական դառնալ։ Միշտ գոհ է եղել ծառայությունից, ամեն ինչին մոտեցել է հումորով, կատակով, ժպիտով։ Մեր հերոսի հերոսացի մայրը արցունքները թաքցրած կոկորդում կրկին պատմում է. Նրա երազանքն էր Արցախում ծառայելը։ Ասում էինք՝ Տիգրան ջան, Աստված տա լավ տեղ ընկնես։ Երեխայի նման վանկարկում էր՝ «Ղա, ռա, բաղ»։ Զորակոչի վիճակահանության ժամանակ ես չգնացի, հայրն էր հետը, երբ քաշել էր թերթիկը և տեսել, որ Արցախ է գրված, հայրիկին գլխի ու ձեռքի շարժումով հասկացրել էր. «Տեսա՞ք, իմ ուզածն եղավ»։ Երբ տուն եկավ, իրենից գոհ բոլոր բարեկամներին համակարգչով ուղարկեց Արցախ գնալու լուրը։ Ասում էր՝ պետք է անպայման Ղարաբաղում ծառայեմ։ Իրեն ձգում էր։ Զորակոչի օրը 14-ն էր, բայց ասել էր՝ ինձ ամսի 10-ին գրեք։ Հայրենի հողը ձգում էր, ձգեց, մագնիսի նման քաշեց, այնքան ամուր քաշեց, որ Տիգրանն անսալ չկարողացավ և փարվեց նրան։ Երբ 2016 թվականի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան պատերազմը, նա 9 ամսվա ծառայող էր, իսկ 19-ամյակը լրացել էր ընդամենը 10 օր առաջ։ Վերջին անգամ տուն զանգել էր և մոր հետ խոսել էր ապրիլի 1-ին։ «Մա ջան, ամեն բան լավ է, չմտածեք», ապա գաղտնաբառերով հասկացրել՝ դիրք ենք հասել։ Սակայն այդ օրը միայն մոր հետ խոսելով չէր բավարարվել, այլ ասել էր. «Մա, հեռախոսը փոխանցի, մեծից փոքր, բոլորի հետ խոսեմ»։ Եվ խոսել էր, ու դա եղել էր ամենավերջին զանգն ու զրույցը։ Գուցե Տիգրանի հոգին զգացել էր, որ այլևս չի լսելու տանեցիների ձայնն ու չի տեսնելու նրանց։ Գուցե և կամեցել էր նրանց ձայնն իր հետ տանել, փոխարենն էլ իրենը թողնել նրանց, որպես հուշ։ Մեր հերոսը դիմակայելով գերակշիռ թվաքանակով թշնամիների գրոհին, իր զինակից ընկերների հետ չի նահանջել և չի հանձնվել ու անհավասար մարտում զոհվել է, ստացած վերքերից առնաքամ լինելով։ Իսկ հետագայում բժշկական փորձաքննությունից պարզվել է, որ Տիգրանը պայթյունաբեկորային և հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի և ոտքի հատվածում։ Փառք նրա հիշատակին։ Խոնարհվում եմ մեր սխրագործ քաջի առաջ։ Երբ խոսում են հայրենիքի բանակի մասին, ինքը դեռ զորակոչային տարիքին էլ չէր, միշտ ասում էր. «Անպայման գնալու եմ ու լավ եմ ծառայելու»։ Ծառայեցիր, հերոս ջան, և այո, այնպես ծառայեցիր, որ այսօր քո առաջ ողջ ազգն է խոնարհվում։ Սխրանքիդ առաջ ես էլ եմ խոնարհվում։ Վերջին անգամ մայրը հետը խոսել էր ապրիլի 1-ին ու նա ասել էր՝ էլի կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց։ Տիգրանի հորեղբայրը մարտի 6-ին հանկարծամահ եղավ, շարունակեց մայրը։ Մենք իրեն անգամ այդ լուրը չէինք ասել։ Ինքը զանգել էր հորեղբոր հեռախոսին, մենք էլի չասացինք, հաշվի առնելով, որ դիրքերում է, հանկարծ վատ չզգա իրեն։ Ու դրանից հետո մենք հեռուստացույց չէինք միացրել, լուրերին չէինք հետևում։ Մորաքույրը զանգեց, ասաց, որ խառն է իրավիճակն Արցախում։ Ես չանհանգստացա, որ Տիգրանը չի զանգել, քանի որ ինքն ասում էր, որ եթե չզանգի, ուրեմն գործ են անում, դրա համար էլ հանգիստ էի։ Իրենք ինժեներական աշխատանքների էին գնում, դրա համար երբեմն ամեն օր չէր ստացվում խոսել։ Այս սոսկալի լուրը տիկին Եվգինեն իմացել էր հարևանուհուց։ Մեր մյուս հարևանուհին անմահ հերոս Բագրատ Ալեքսանյանի մայրը Նարինեն, որ մեր տղաները միասին էին ծառայում, հարցրեց՝ երեխեն զանգել է, ասացի չէ։ Հետո միացրեցի հեռուստացույցը։ Ամսի 5-ի տագնապը մեջս էր։ Ինքս ինձ ասում էի՝ հնարավոր չի, որ Տիգրանս չզանգեր, համոզվեցի, որ վատ բան է եղել։ Հարևանս Արցախ էր գնացել ու կնոջից ուզել Տիգրանից նկարը, որ զոհվածների միջից հասկանա՝ Տիգրանս նրանց մեջ է, թե չէ։ Ես հարևանուհուս հայացքները զգալով, որ մի բան գիտի, բայց փախցնում է հայացքը, հարցրեցի. երեխեքն արդեն չկան։ Նա գլխով նշան արեց։ Ինչ կար ձեռքս շպրտեցի ու գոռացի։ Լացով ասաց տիկին Եվգինեն ու արտասվաթոր աչքերով միտքը մի կերպ ավարտեց. մինչև այսօր էլ երեխուս հեռախոսահամարին զանգում եմ։ Ինչպես արդեն վերը նշեցի, Տիգրան ու Բագրատ Ալեքսանյանը ապրել են նույն համայնքում, սովորել են նույն դպրոցում, սակայն այդ ժամանակ իրար չեն ճանաչել։ Ծանոթացել և ընկերացել են բանակում, քանզի պատահականության բերումով ծառայում էին նույն զորամասում, ապա ցավոք միասին էլ հավերժացել են, պաշտպանելով իրենց վստահված հայրենի սահմանը։ Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն, փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին։
Անհավասար մարտի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել արիաբար։ Նա զոհվել է ապրիլի 2-ին Ջեբրայիլի դիրքերում։ Զոհվել է մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողների փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, մայոր Սուրեն Մելքումյանի, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, սերժանտներ Արման Անդրեասյանի, Կարեն Ներսիսյանի, Ադամ Սահակյանի, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանի, Անդրանիկ Գրիգորյանի, Արտուր Գևորգյանի, Ժորա Եսայանի, Նորիկ Սարգսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ազատ Սիմոնյանի և Բորիս Օզմանյանի հետ։ Փառք նրանց աննկուն սխրանքի։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության և արիություն շքանշաններով։ Փառք նրա հիշատակին, իսկ քաջության առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ։ Ցավով ու մեծ վշտով պիտի ասեմ, որ մեր հերոսն այն 18 խոշտանգվածների մեջ էր, որոնց գերի էր տարել արյունարբու գազանը։ Այսօր Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է մեր անմահ քաջը, պատմության դասասենյակ է բացվել, որը անվանակոչվել է նրա անունով։ Տիկին Եվգինեն, հերոսի հերոսացի մայրն, ասում է, որ հենց ինքը զինվորի օրացույց ուներ։ Մինչև չարաբաստիկ ապրիլը որդին ծառայել էր 9 ամիս։ Անցած 9 ամիսները և գալիք բոլոր ամիսները նա բաժանել էր երկու մասի։ Առանձնացրել այն 14 օրերը, երբ որդին դիրքերում է, և հաջորդ 14-ը, երբ մշտական տեղակայման վայրում է։ Ասում է, այդպես օրերն արագ էին անցնում։ Ապրիլյան պատերազմից բառացիորեն օրեր առաջ տիկին Եվգինեն նոր նշումներ է կատարել օրացույցի վրա։ Հաշվել է, թե 2017 թվականի որ օրը որդին կզորացրվի։ Հերոսացի մայրն անվերապահորեն հավատում էր հուլիսի 10-ին։ Այդ օրը Տիգրանը պետք է բացեր հարազատ տան դուռը և դռնից ներս մտներ, արդեն զորացրված։ Բայց հավերժ մնաց Արցախյան լեռներում։ Հիշատակդ անմար է, հերոս ջան, իսկ անունդ մեր սրտերում հավերժ վառ։ Քո առաջ խոնարհվում եմ։